Հիմա մեծագույն խնդիրը, որ մեր սպորտային կառույցներին թույլ տանք մարզվեն, մարդիկ մրցումներ են պատրաստում, ուսումնամարզական հավաքներ ունեն, մի քանի սպորտաձև աշխարհի Եվրոպային մարզվում, մենք սպորտ աշխարհը պետք չի քաղաքականացնել, մենք դրանից հեռու մարդ ենք, մենք ուզում ենք թույլատրությունը լինի, թույլ տան մեր երեխաները մարզվեն, առողջ ապրելակերպ անեն, այս նմանատիպ խնդիրներին ինչ չի թվում էլի, որ երեխան ինչ-որ կապ ունի, կամ մարզիկները ինչ-որ մի կապ ունեն, որ իրանց ինչ-որ ձև պատժեն։ Պարոն Սեդրակյան, եկել դռները պլոմվել գնացել են, որևէ հստակ պատճառաբանություն կա, թե ինչու։ Հստակ պատճառաբանություն չկա, մեկ էլ հստակ չի, երբ կբացվենք։ Ինչ են ասել։ Այն ինչը որ ասվել են, ինչի համար որ փակվել է, հարկայինի աշխատակիցները, մեկ էլ մեր օրինապաշտպանները ասեցին ժամանակավորապես փակվում է, մենք ձեզ կտեղեկացնենք բացվելու մասին, երբ որ նախապես կլինի, իսկ ոչ մի հստակ ինչ-որ մի բան չի ասվել։ Այս պարալիզացումը հատկապես ինչ վնաս կտա, գույքը կփչանա, ինչ կլինի։ Դե մեծ վնաս կտա գույքին, բայց մեր ամենամեծ վնասը մեր մարզիկների չմարզվելն է, գույքը կարող է կառնանք վերականգնենք, ամեն ինչ վերականգնվող է, բայց ինչ որ փչանալու է, մենք մի տեղով չի խնդիրը, որ ասեմ օրինակ մի տեղով է, սնունդի խնդիրն այնտեղ, որ սնունդը մենք փակ թողել ենք, սառնաները փակի դուրս ենք եկել, հնարավորություն տան տեխնիկական սպասարկումը, եթե հնարավոր կլինի մտնեն քլորի ստանցիաները այնտեղ, օդափոխության ստանցիաները այնտեղ, գոնե տեխնիկական մասը մտնի սպասարկումն անի դուրս գա, իսկ չի թվում, որ խոչընդոտեն կամ ինչ-որ ձև կխանգարեն հետագա քննությանը։ Մենք չենք խուսափում հարկերից, մենք այսքան ժամանակվա մեջ մեր սեփականատերը հիմա կալանավորված է, իրան շուտապույտ ազատում ենք մաղթում, բայց է սպորտ է։ Խնդրում ենք, սպորտը մի քաղաքականացնեք, մի մտցրեք դրա մեջ, մենք դրա մեջ ոնց որ մեզ չենք տեսնում, մենք տեսնում ենք սպորտի մեջ։ Մեր ծնողները հիմա հավաքվել են, ամեն մի ծնողին չես կարող ասես վաղը միսօր, մենք հստակ չգիտենք էլ երբ կբացվենք։